Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք սիրելիներս, հույսում եմ, որ բոլորդ լավ եք, այսօր որոշել եմ մի բան եմ պատրաստելու, որ անունը թողնելու եմ ձեր վրա, դուք կտնեք դրա անունը, ես չգիտեմ նախաճաշ ասեմ, թե ինչ, հետի կթողնեմ ձեր վրա, դե գնացինք սիրելիներ, սիրելի հետևորդներ, ես լցրեցի մի բաժակ, այս բաժակով տաք ջուր լցրեցի, մի քիչ գոլից տաք, որ այս կարագը հալվի, 50 գրամ էր կարագ ավելացրեցի, բուսայուղի փոխարեն, ավելացնում եմ համարյա կես ճաշի կթալ դրոշ, խառնում ենք, չեմ թողնում հասունանալ, մեկը խմորի մեջ ինքը հասունանում է, մի հատ ձու եմ ավելացնում, և ալյուր եմ ավելացնում, ու խմորը պատրաստում ենք։ Սովորական խմոր ենք պատրաստելու սիրելիներս։ Սիրելի հետևորդներ, լցնում եմ հիմա սեղանին։ Սիլիկոնը մեզի պետք չի, սիլիկոնի գթալը այդ ալյուրով մաքրենք։ Խմորը պատրաստում։ Հավաքենք իրար վրա։ Ինչքան ալյուր կվերցնի։ Մի հատ ձեռներս մի քիչ ձեթոտեմ։ Որ չկպնի։ Հեղա, փափուկ խմոր։ Մի քիչ էլ երևի տրորենք։ Հիմա տնենք հանգստանալ։ Ափսեև ծածկենք, հանգստանա, հետո նորից կմիանանք։
Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, այսներ փեշիկները մաքրում եմ։ Այս ինչ որ պետք է պատրաստեմ, նոր փեշիկով եմ պատրաստելու։ Այս իրան բաներից թղթերից ցելոֆանից անում ենք, այսպես։ Համարյա մաքրել եմ, մնաց այս մի քանի հատը։ Հիմա սա կտրատում ենք, այսպես մեջից կտրատելու ենք, այսպես կտրատելու ենք, դե մնում է հիմա խմորը խմորն էլ հասունացել է արդեն, կպել է ափսեի հետևից, ցանեք, Սարդանեք ստեղ, մի հատ կնդեք, այս 4 խմորներից, որ սեղանին եղել է, կպավ, բացում ենք, սիրելի հետևորդներ ջան, շատ չենք բարակացնում, ասեցի, բայց էլ բարակացրել։ Իսկան արիր ես անում, էլի կպնում է։ Մի քիչ մոտնի, որ ինքը խմորը շերտը հաստատ է։ Շատ բարակ պետք չմոլ։ Հիմա գազո ջախրակ միացնում է։ Բաշակով կտրտում ենք։
ինչքան կստացվի։ Հիմա կտրեցինք, ոնց որ պետք է նորը սա կապցանենք իրար, էս էլ մի բան կդառնա։ Նկարելու ժամանակը մեր վերևի հարևանը միշտ թե բիլասոս անում, թե ինչ անում, չես հասկանում, մի հատ ոճու գունդեր հիմա սիրելի հետևորդներ ջան, հիմա ինչ ենք անելու, հիմա այս լրկերշիկները դնում ենք խմորի մեջ ենք դնում, սենց կողքերը հավաքում ենք այս ձևի։ Այս ձևի հավաքում ենք սիրում ու դնում ենք հրախ։ Նույնն էլ այս մնացածն ենք անում տենց։ Ոնց որ պլիմենի լինի, պլիմենի այսիկը խնկյալ է, էլի, այս մտացում է, սրանք դնում ենք։ Սիրելիներս պարզ եղավ ձեզ համար, հեսա վերջացնեմ նորից կմիանանք։ Մի հատ էլ երեսներս տենա, դուք ինձ տենաք, ասիկը ես ձեզ չեմ կարող տեսնեմ, բայց դուք ինձ կտեսնեք։ Սիրելի հետևորդներ ջան, խնկյալին ոնց ենք պատրաստում։ Նույն ձևով էլ սա ենք կպցնում եզրերն իրար ու դնում ենք մի քիչ հանգստանալ։ Դե մի քիչ հետո նորից կհանդիպենք։ Սիրելի հետևորդներ, հիմա մեկ-մեկ դնում ենք։ Ես 4 հատը դրել եմ, ես 2 հատը
ասենք մեր փեշիկը չհերիքեց, մեջը պանիր են գրել, իսկ էսի մեր փեշիկով է պատրաստվել։ Սրանք շուռ եք տալիս։ Կարելի է մի հատ գցել։ Սրանք արդեն պատրաստ է, սիրելի հետևորդներ, անենք։ Արդեն պարզ եղավ սիրելիներս։ Դա ինչ սիրելի հետևորդներ ջան, վերջացրեցինք, տես ինչ որ եկավ ստացվել։ Ես իմ կարծիքով ուզում եմ անունը դնել մփեշիկով պերաշկի, կարկանդակ։ Դուք ինչ անուն ուզում եք սրան դրել։ Ուրեմն կարելի է սիրելիներս մեկ բաժակ թեյի հետ, ասենք նախաճաշին մեկ բաժակ թեյի հետ, մեջից կտրեցի, նայեք տեսեք, մեկ բաժակ թեյի հետ կարելի է ուտել։ Ասենք որ շատ լավն է։ Շատ լավ է գնում իրար հետ։ Սիրելի հետևորդներ կարող եք պանիր դնել, սա էլ պանիրով է, էլի շատ լավ է ստացվել։ Դե ինչ ասեմ սիրելիներս, եթե ձեր դուր եկավ իմ ստամբերակը, դուք էլ պատրաստեք, տեսեք ձեր մոտ ինչպես է ստացվում, գրեք մեկնաբանություններում սիրելիներս, ամենակարևորը, ովքեր առաջին անգամն են դիտում իմ հոլովակը, խնդրում եմ բաժանորդագրվել, լայքել, չմոռանալ զանգակ կոճակը։ Ես ձեզ շատ սիրում եմ, կհանդիպենք հաջորդ հոլովակի սիրելիներս։ Ես տեսնում ձեզ։